Հարգելի գործընկերներ, ասել, որ անօրինական է, ապօրինի է, կնշանակի մենք ոչ մի բան չենք ասում, վաղուց ենք մենք սա փաստել, որ գործ ունենք ակնհայտ քաղաքական հետապնդման հետ, բայց մենք դրա մասին ավելորդ ենք այս բային համարում խոսել, դա ինձ թվում է մեր ողջ ազգն է տեսնում, սա ինչ-որ շոուի բաղկացիչ մաս է և միտված է նրան, որ անեն ամեն ինչ, որ Նարեկ Կարապետյանը չգնա ազգային ժողով։ Ավելի ինչ-որ մանրամասներ, գործից դետալներ ներկայացնել, ինձ թվում է դա այդքան էլ իմաստ չունի, քանի որ ինքը իրականում բացարձակ հիմն է, կապ չունի մեղսագրվող արարքները Նարեկ Կարապետյանի հետ, և այստեղ շատ կարևոր հանգամանք կա, էլի, մի բան բոլոր մեր հանրությունը տեսել է, մի անգամ դատախազությունը միջնորդություն է մուտք արել կենտրոնական ընտրական հանձնաժողով, կենտրոնական ընտրական հանձնաժողովը դա վերադարձրել է, որ դա քննելու լիազորություն չունի, հիմա թե ինչ հանգամանքներից ելնելով են որոշել, որ չէ, վայ, հիմա էլ հասկացանք, որ դա քննելու լիազորություն ունի, դա նույնպես զուրկ է իրավական հիմնավորումից, ոչ։ Պարոն Ֆերոյան, լավ, ի վերջո հիմա ինչ է սպասում սրան, այսօր ինչ ինչով ավարտվի։ Շարունակվի սույն միջնորդության քննարկումը եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է որոշի, ի վերջո Նարեկ Կարապետյանին զրկի անձեռնմխելիությունից, թե չզրկի, իսկ մեր խորին համոզմամբ այդ լիազորությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը չունի եւ մի անգամ դա չունենալու վերաբերյալ ինքը փաստարկված որոշում կայացրել է։ Թե հիմա ոնց է այդ իր կայացած որոշման վրայով այսպես թռնում, մեր ժողովրդական լեզվով ասած եւ նոր որոշում փորձում կայացնել մեր համար հասկանալի եւ ընդունելի չէ։ Շնորհակալ եմ։ Պարոն Ֆերոյան, մի րոպե, թեպետ դուք եւ պարոն Վարդևանյանն ասեցիք, որ կապված է Ալիկ Ալեքսանյանի, պարոն Վարդևանյանն ասեց գործի հետ եւ չեք ուզում հանգամանքներ պարզաբանել ավելի ասել, բայց այնուամենայնիվ, եթե ասում եք Ալիկ Ալեքսանյանի գործը շինծույ է եւ հիմա էլ սա ինչ է ստացվում այս ամեն ինչից ելնելով։ Ստացվում է, որ շինծույ է, ձեր հարցը այդքան էլ ճիշտ ասած, որ ստացա, որ շինծույ է, ապօրինի է, հատուկ անում են քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար։ Ինձ թվում է, որ ասում ենք շինծույ է, ապօրինի է, ամեն ինչ դրա տակ ընկալելի է դառնում, էլի։ Չէ, ուզում է ինչ-որ փակագծեր բացեիք, գործի հետ կապված, ինչով են կապում Նարեկ Կարապետյանի Կապը չկա, հենց այդ է, մենք ամբողջ գործը նայում ենք, Նարեկ Կարապետյանի վերաբերյալ որևէ տվյալ չկա, միջնորդության մեջ գրել են Նարեկ Կարապետյան, բայց երբ որ մենք փաստաթղթերը, բազմածավալ փորձում ենք ուսումնասիրել, Նարեկ Կարապետյանին վերաբերող որևէ տվյալ չկա։ Իսկ Ալիկ Ալեքսանյանին վերաբերող հանգամանքն զուրկ է իրավական հիմնավորումից, ասում են փողերի լվացում արել, բայց այնտեղ փողերի լվացման հանցակազմ ընդհանրապես գոյություն չունի։ Սա է։ Վաղվա ժամը նորից կասեք։ Ժամը 1-ին դռնափակ է լինելու։ Մենք համենայն դեպս կփորձենք միջնորդել, որ իրականացվի դռնաբացության ռեժիմով, դուք էլ գաք տեսնեք, թե ներսում ինչ է կատարվում, բայց վստահ ենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ցանկանա, այսօր էլ է միջնորդել։ Շնորհակալ եմ։